Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վոլոդիա Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, եթե ամփոփենք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան, իդեմս Նիկոլ Փաշինյանի նա հայտարարում է, որ 99 տարի ըստ էության Հայաստանը անկախ եւ ինքնիշխան պետություն է լինելու, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ սա քարոզչական այց էր հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացման։ Ձեր մեկնաբանությունը։ Դե կարծում եմ պետք չի մտնել ընդդիմության խոսույթի մեջ, որովհետև փաստերը խոսում են այն մասին, որ սա երկու պետությունների միջև ստորագրված փաստաթղթեր էին եւ թե TRIP-ի հետ կապված, թե խաղաղության նախաստորագրված համաձայնագրի հետ կապված, այնպես որ եթե փոխնախագահ Վենսը եկել է Նիկոլ Փաշինյանի քարոզչությամբ զբաղվելու, ապա սա նշանակում է, որ ընդդիմությունը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ երկրի հետ գործ ունի։ Այսինքն Միացյալ Նահանգների փոխնախագահը, այն էլ այնպիսի փոխնախագահ, ինչպիսին J.D. Vance-ն է, Նիկոլ Փաշինյանի համար եկել է Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը իրականացնելու։ Բայց եթե անգամ դա այդպես է, ապա դա չի խոսում ընդդիմության օգտին, որովհետև ուրեմն ինչ ուժեղ ղեկավար է Նիկոլ Փաշինյանը, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը եկել է իր քարոզչությամբ զբաղվել, բայց եկեք այդ անլուրջ հատվածների չանադանանք երևի։ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել էր մոդուլային ռեակտորների շուրջ բանակցություններին հայ-ամերիկյան, նշել էր, որ դա չի նշանակում ներդրում եւ Միացյալ Նահանգները ըստ էության խոստում չի էլ տալիս Հայաստանին, որ ատոմակայան կկառուցվի, ու նա նշում է, որ դա բիզնես է, ոչ թե բարեգործություն։ Բայց մենք բարեգործություն չենք էլ ակնկալում որևէ կողմից։ Այո, մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ ցանկացած այլ երկրի հետ Հայաստանը հարաբերվում է որպես գործընկերներ, որպես պետություններ, ոչ թե որպես բարեգործներ, խնամակալներ կամ պաշտպանյալներ ու փրկիչներ։ Ռոբերտ Քոչյանը եւ իր կառավարման տարիների մոդելի մեջ է նայում Հայաստանի Հանրապետությունը։ Այո, դա համագործակցություն է, բիզնես չի, որովհետեւ պետությունները բիզնեսմեններ չեն, բիզնեսով չեն զբաղվում։ Դա համագործակցություն է, որ եւ ներդրումն էլ նայած թե ինչ նկատի ունեն կամ ինչ ենք հասկանում ներդրում ասելով։ Ներդրումը կարող է լինել ուղիղ ֆինանսական ներդրումներ քո պետության տնտեսության մեջ կամ ներդրում կարող է լինել տեխնոլոգիական ներդրում, օրինակ հենց Միացյալ Նահանգների հետ այդպիսի պայմանավորություն ունենք, որ Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները ներդրվում են Հայաստանի տնտեսության, Հայաստանի գիտության մեջ եւ անձամբ փոխնախագահ Վենսն էլ այդ մասին ասաց, որ եւ շեշտելով, որ ընդամենը մի քանի երկրներ կան, որոնց իրենք վստահում են այդ տեղեկատվական տեխնոլոգիաները միջուկային իրենց ծրագրերը ներդնելու հետ կապված եւ սա նաեւ ինչի մասին է խոսում, որ Հայաստանը փոխել է իր վարկանիշը միջազգային հարաբերություններում աշխարհի աչքերում, եթե նախկինում դա գաղտնիք չէ, որ արևմուտքից եւ ընդհանրապես աշխարհում դիտարկում էին տարածաշրջանը եւ մասնավորապես Հայաստանը որպես Ռուսաստանի ազդեցության կոտի, Ռուսաստանի շահերը սպասարկող գուցե որոշ իմաստներով, օրինակ մակում քվեարկությունների հետ կապված որոշ իրավիճակներում, ապա հիմա Հայաստանը լիիրավ ինքնիշխան արտաքին հարաբերություններ է վարում եւ միջազգային գործընկերների հետ եւ թափանցիկ բաց երկխոսություն է ունենում ու իր շահերն է առաջ տանում։ Եթե դրանք համընկնում են Միացյալ Նահանգների հետ, մենք Միացյալ Նահանգների հետ ենք հարաբերություններ սկսում ու պայմանագրեր ստորագրում, եթե դրանք համընկնում են արաբական էմիրությունների կամ արաբական աշխարհի հետ առհասարակ միջինասիական երկրների հետ, գուցե Ռուսաստանի հետ, մեր հարևան երկրների հետ, մեր երկու այն մյուս հարևան երկրներ, որոնց հետ հարաբերություններ չունենք, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, Հայաստանը վարում է սեփական շահերի վրա հիմնված արտաքին եւ ներքին քաղաքականություն ու չի նայում այդ հարաբերությունները բիզնես տեսանկյունից, որպես բիզնեսմեն նկատի ունեմ, իհարկե նայելով իր տնտեսական շահերին, չի նայում դա որպես խնամակալի, բարեգործի եւ այլ հարաբերությունների ժանրում կամ դիրքերից։ Մեր ձևով, որը դարձել է ուժեղ Հայաստան կուսակցություն, երեք հայտարարեց, որ իր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է լինելու։ Իրենք նշում են, որ մեծամասնություն կկազմեն ազգային ժողովում, կգան սահմանադրությունը կփոխեն եւ Սամվել Կարապետյանը հնարավորություն կստանա վարչապետ դառնալու։ Հիմա ինչ խնդիր իշխանությունը այս սցենարի հետ։ Ինչպես չհասկացա։ Ինչ խնդիր ունի իշխանությունը այս սցենարի հետ։ Իշխանությունը որևէ խնդիր չունի այս սցենարի հետ։ Սահմանադրությունը եւ ընդհանրապես Սամվել Կարապետյանը խնդիր ունի սահմանադրության հետ։
իրենք ասում են, որ կգանք սահմանադրությանը ոտնահարենք, բանը Սամվել Կարապետյանին կդնենք, կդարձնենք երկրի վարչապետ, բայց սահմանադրությունը ասում է, որ երկքաղաքացի, երրաքաղաքացի, այդ մարդը միայն Ռուսաստանի քաղաքացի էլ չի, նաև Կիպրոսի քաղաքացի է, ասում է երեք քաղաքացիություն ունեմ, բայց ուզում եմ դառնալ վարչապետ, ոչինչ թե սահմանադրությունը ինչ է ասում։ Հայաստանում չի ապրել վերջին 5 տարում սահմանված ժամկետներում, ասում է ոչինչ, էդ է կգամ, կոտնահարեմ։ Սամվել Կարապետյանը խնդիր ունի սահմանադրության հետ։ Բացի այդ, անգամ իրենց այդ համագումարի, չէ, համագումարի ընթացքում Նարեկ Կարապետյանը ասում է դուք եկեք մեզ սահմանադրական մեծամասնություն տվեք, կգանք, այդ ժամանակ արդեն երբ որ տվեցիք, Սամվել Կարապետյանը այլևս կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն չեն ասում լավ, գոնե հիմիկվանից ես կհրաժարվեմ իմ նախորդ քաղաքացիություններից։ Մինչև սահմանադրական մեծամասնություն չտակ իմ քաղաքացիություններից չեմ հրաժարվի։ Կգանք սահմանադրությունը կկարենք մեր վրա, մեկ անձի վրա, ու ոչինչ որ սահմանադիրը խնդիր ունի դրա հետ։ Սահմանադիրը ժողովուրդն է։ Դա աբսուրդ է, դա չի կարող տեղի ունենալ ընդհանրապես, որովհետև կներեք, բայց Հայաստանը պետություն է ու ով որտեղից ուզի գա, ինչ ուզի անի իր վրով սահմանադրություն կարի մեկ հոգու համար, դա անթույլատրելի է ու հնարավոր չէ որ դա տեղի ունենա։ Այդ իրենց սահմանադրագետներն որ նստել էին լուրջ դեմքով բաներ էին անում, մոռացել են որ ընդհանրապես գոյություն ունի իրավունքի չարաշահում տերմինը իրավաբանության մեջ։ Ես իրավաբան չեմ, բայց այդ տարական գիտելիքները ունեմ։ Իրանք չեն իրենց հովանավորյալին ասեմ, բարերարին ասեմ, իրանց գործարարին ասեմ, թե իրանց շեֆին ասեմ, չեն ասել որ դա եթե անգամ փորձենք անել իրավունքի չարաշահում է։ Տեսեք, բայց Աբսուրդի ժանրից է իրանց ասած հնարավոր չի Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի տեխնացու, ոչ առավել եւս վարչապետ։ Այնուամենայնիվ իրենք ասում են, որ իրենց հնարավոր բոլոր հարցումներով, անհայտ հարցումներով Կարապետյանը Նիկոլ Փաշինյանից առավել ռեյտինգ ունի եւ կարող են մեծամասնություն կազմել, իսկ սահմանադրությունը դե կփոխեն այնպես, ինչպես կուզեն։ Իրենք կարող են հայտարարել, որ երկիրը տափակ է։ Հիմա իրենց հայտարարությունն ինչ, ասում են երկրի սահմանադրություն, այսինքն իրենք թող ուրեմն հայտարարեն, որ այն Ամստերդամին են նշանակում վարչապետի տեխնացու, կգան սահմանադրությունը կոտնահարեն, կփոխեն, կտնեն, որ միայն Ամստերդամ անուն ազգանուն կամ քաղաքի անուն ազգանուն ունեցող մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ ու պարտադիր որպեսզի ինքը Հայաստանի քաղաքացի եղած չլինի կամ երբեք եղած չլինի։ Այս խո բան չի, երկիրը դուքյան չի, ով ինչ ուզի գա անի թողնի գնա։ Եվ երբ որ չստացվի էլ ասի թե լավ, ես հաջող, քանի որ ես Էկվադորի քաղաքացիություն ունեմ, դուք ստեղ մնացեք, ես գնացի։ Չստացավ սահմանադրական մեծամասնություն ստանալ, ինչ ա եղել, որ կգնամ երկու հատ երկիր ունեմ այնտեղ զապաս։ Տեսեք, Հայաստան խմբակցությունից Արմեն Հյուրեղյանն արդարացնում է Կարապետյանի ուժի այդ ցանկությունը, նշում է ինչու չի կարող։ Արմեն Հյուրեղյանը դաշնակցական падգամավորը։ Հայաստան խմբակցություն։ Դաշնակցական է կարծեմ։ Այո, ասում է ինչու չի կարող փոխել սահմանադրությունը, եթե ձեր իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմն է ստիպում փոխել սահմանադրությունը։ Իսկ Սամվել Կարապետյանին որ տանդեմն է ստիպում փոխել։ Իսկ Դաշնակցությանը կամ Հայաստան Դաշինքին որ տանդեմն է ստիպում փոխել կամ ստիպում սահմանադրությունը ոտնահարել։ Իսկ որ Դաշինքն է կամ որ տանդեմն է ստիպում, որպեսզի իրենք նման հայտարարություններ անեն, որ պատրաստեն սահմանադրությունը ցանկացածի վրայով կարել։ Այսինքն տեսեք ուրիշ բան է սահմանադրությունը փոխել, որ դու ասում ես, որ մենք գալիս ենք, չգիտեմ, SSSS դրույթները ապահովելու, երկիր դարձնելու խորհրդարանական մոդելի, չնայած Հայաստանում դա էլի արվեց մեկ անձի համար, բայց չկարողացավ յուրացնել, այսպես ասած Սերժ Սարգսյանը, բայց դա ուրիշ բան է, որ դու գալիս ես դրույթներ փոխելու, ասում ես, եկեք պայմանավորվենք, սիրելի ժողովուրդ, դու ես օրենսդիր, դու ես սահմանադիր, ներողություն, արի այս սահմանադրության այս կետերը իր հետ գրենք, դու էլ գնա համաձայնություն տուր կամ ասա որ չէ չեմ ուզում, բայց ուրիշ բան է որ ասում ես կգամ տրամբանական հակապետական բաներ կանեմ։ Հայաստանի Հանրապետության շահերից չի փոխում, չէ՞ որ նշվի որ ցանկացած մարդ կարա ցանկացած պահի վեր կա որևէ կետից Հայաստան կա, որևէ աշխարհի որևէ կետից կա Հայաստան ու իր համար սահմանադրություն կդի, որը իր անձնական ամբիցիաներին, էգոին, ցանկություններին, գուցե հրահանգներին համահունչ կլինի։ Այսինքն ով ինչ կապրիզ ունի, գա Հայաստանում անի, գնա, ինչա թե շատ փող ունի։ Ու չգիտենք էլ ոնց է վաստակել այդ փողը կամ ինչի համար է գործուղվել։
Նարեկ Կարապետյանը համագումարում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ձեր իշխանության հասցեին, նա նշում է, որ երբ առաջին կամ երկրորդ անգամ շանս տվեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալ, եկավ եւ կազմաքանդեց բանակը, եկեղեցին, զավթեց դատարանները։ Մեզ նաև մեղադրում են, որ տարբեր, ինչպես նշեցիք, տանդեմների հրահանգներ են կատարում եւ այլն։ Մի բազմաթիվ Նարեկ Կարապետյանն է սկզբից որ եկել էին փորձում են ինչ-որ տենց նորարարական բան բերել քաղաքականության մեջ, բայց մենք տեսնում ենք, որ օրեցօր այդ մարդիկ գլորվում են այն հին մեր նախկին իշխանական եւ ներկայիս ընդդիմադիր այդ զանգվածի խոսույթի մեջ թուրք-ադրբեջանական տավաճան, կազմաքանդել եւ այլն, բայց ժողովուրդը տեսնում է, չէ՞, բանակի հետ ինչա կատարվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օրերս հրապարակել էր ամրաշինական այն աշխատանքները, որոնք կատարվել են սահմանի ողջ երկայնքով են այդպիսի աշխատանքներ կատարվում։ Դրանք այդ ամրաշինական աշխատանքները սիրելի քաղաքացիներ, որպեսզի չիմանաք, թե այդ 1-2 ցուցադրական կառույցներ են Հայաստանի Ադրբեջան սահմանի գրեթե ողջ երկայնքով կառուցվում են մի քանի տասնյակ հատ եւ ուղղակի դրանք խրամատներին փոխարինող նոր որակի կառույցներ են, դրանով ենք մենք կազմաքանդում բանակը։ Երբ որ մենք համագործակցում ենք տարբեր կենտրոնների հետ, փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր զենքի գնման ուղղությունները, Հնդկաստանն ենք ավելացրել, Եվրամիության որոշ երկրներ ենք ավելացրել, Միացյալ Նահանգներից դրոններ ենք ներմուծում, այդպես ենք կազմաքանդում բանակը։ Երբ որ բանակի սպաների եւ զինվորների աշխատավարձն ենք մի քանի անգամ բարձրացնում ատեստավորման եղանակով, այդպես ենք կազմաքանդում բանակը։ Երբ նրանց սոցիալական երաշխիքներ ենք տրամադրում, այդպես ենք կազմաքանդում բանակը։ Երբ Վազգեն Սարգսյան համալսարանում հիմա մի քանի անգամ ավելի շատ ուսանող է ընդունվում, քան մինչև հեղափոխությունը, այդպես ենք կազմաքանդում։ Երբ ուսանողները, որոնք ավարտում են համալսարանը եւ զորակոչվում են ծառայության արդեն ապահովում են բնակարանով Երևանում կամ եթե ուզում են մարզերում Երևանի գնով գինն ենք տրամադրում, իրենք բնակարան են գնում, այդպես ենք կազմաքանդում բանակը եւ այսպես շարունակ։ Անվերջ կարելի է թվել, թե ինչը արվել բանակի համար, պետության ենթակառուցվածքները նորոգելու համար եւ այլ ուղղություններ։ Միացյալ Նահանգներից ԱԹՍ գնելով։ Նշեցի, ԱԹՍ գնելով մենք կազմաքանդում ենք բանակը եւ նաեւ մեղադրում են Ռուսաստանի հարաբերությունները կազմաքանդելու մեջ։ Ռուսաստանի առաջարկում ենք երկաթուղի կառուցել մեր հյուսիսային սահմաններում, կազմաքանդում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ որ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները արաբական երկրների հետ, որոնց հետ Սաուդյան Արաբիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ ենք ստեղծում, Իսրայելի հետ չունենք ստեղծում ենք, Պակիստանի հետ չունենք ստեղծում ենք, Ադրբեջանի հետ խաղաղության ենք գնում, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ենք փորձում ստեղծել, սահմանները բացել։ Ընդդիմությունը ուղղակի Վենսի այցից հետո չգիտի որ փրփուրից կախվի, ինչեր հորինի, փորձում են այդ թրիպը ներկայացնել որպես վատ բան, որպես ինքնիշխանության հանձնում, որպես սահմանների հանձնում, որպես միջանցք, տեսամ, որ արդեն փաստաթուղթներ ստորագրվեց ու հրապարակվեց, որտեղ ոչ միայն ինքնիշխանության տերմիններ մի քանի անգամ գրված, այլ բացված էր, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, բացված էր, որ Հայաստանն է որոշումները կայացնելու, բացված էր, որ Հայաստանի մաքսավորներն են ստուգումներ կատարելու, սահմանապահներն են ստուգումներ կատարելու եւ այլն, այսինքն քանի որ Նարեկ Կարապետյանը ասում է դրանով դուք Սյունիքի դարպասները բացում եք։ Ո՞նց ենք բացում։ Հա, Սյունիքի դարպասները, որոնք փակ են եղել երկու կողմերից մեզ որպես սանկցիա տարիներ շարունակ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ուժերով մեզ բլոկադայի են ենթարկել, փորձում ենք բացել, եթե այդ նկատի ունի պարոն Կարապետյանը, ապա այո, փորձում ենք բացել։ Բայց ինչ է նշանակում բացել Զանգեզուրի կամ Սյունիքի դարպասները։ Ասում եմ, գլորվել են նախկին իշխանությունների եւ մեր այս հմիգվա ողորմելի ընդդիմության խոսույթի մեջ թուրք-ադրբեջանական տավաճանցի ստախոս էտա ուրիշ արգումենտներ բովանդակային քննադատություն չունեն։ Եթե ունենում են մարդիկ բովանդակային քննադատություն, մենք միշտ ընդունում ու լսում ենք այդ քննադատությունը։ Մենք միակ ուժն ենք Հայաստանում երևի, առավել եւս կառավարող ուժը երբևէ, որ ընդունել է իր սխալները, ասել որ մենք սխալվել ենք։ Եվ մենք գնում ենք մեր սխալները ուղղելու ճանապարհով, մենք դասեր ենք քաղել մեր սխալներից, մենք ներողություն ենք խնդրում մեր սխալների համար։ Այնպես չի որ մենք սխալների մտահոգություններ չունենք այսօր, չենք ասում որ կարող են ինչ-որ տեղի ռիսկեր առաջանալ, մենք ասում ենք որ եկել ենք այդ ռիսկերը կամ գալիս ենք ժողովրդից նորից մանդատ ենք ուզում մեր ռիսկերը, որոնք առաջիկայում կարող են լինել, բայց մատնանշելով որ դրանք ավելի հաճելի ռիսկեր են, որոնք
հիմական, քան օրինակ 2021-ին այն ռիսկերը ու մարտահրավերները, որ մենք ակնկալում էինք, բայց այնուամենայնիվ այդպիսի ռիսկեր կարող են հիմա լինել նմանօրինակ կամ ավելի թեթև, բայց մարտահրավերներ, որոնք ուզում ենք գալ եւ կառավարել արդյունավետորեն, ոչ թե գալ մտնել նորից փակուղու մեջ, հարաբերություններ փչացնել հարևան երկրների հետ, փրկիչներ որոնել, փրկիչները պետք չեն որոնել, մենք մեր քաղաքականությունը մշակում ենք եւ ըստ այդ մենք շարժվում առաջ, բաց ու թափանցիկ ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ասում ենք ինչ ենք անելու, որն է մեր ստրատեգիան ու դրանից բխող քայլեր ենք իրականացնում։ Ես ստիպված եմ Նարեկ Կարապետյանի թեզերը կրկնել, նա նշում է, որ դուք ու ձեր իշխանությունը սոված եք դրա համար երրորդ անգամ գալիս եք իշխանության, նաև ասում է, որ ինքն անգամ իր գրպանից պատրաստ է ֆինանսավորել պետության զարգացման համար։ Բա տեսնում եք, այդ մարդիկ պետությունը չգիտեն ինչ է։ Հենց դերից է մտածողությունից է գալիս իրենց խնդիրները։ Իրենք ոչ միայն ապակաղակական են, քան քաղաքականապես պոպիկ ու տգետ, այլ ընդհանրապես պետության մասին պատկերացումներ չունեն։ Պետությունը նրա համար չի, որ մեկը գա փրկի, մեկը գա բարեգործություն անի, մեկը գա պետությունը պահի։ Ռոբերտ Քոչյանի նմանն են, էլի ասում են բիզնես հատա կամ մեզ ասում են բանը մեր ընկերները, որ մի ընկերը կգա, չէ՞, ասի մեզ երաշխավորի մեր անվտանգությունը եւ այլն։ Ժողովուրդ պետությունը նրա համար է, որ ինքը իրան ապահովի, պետությունը նրա համար է, որ հարկերը հավաքի ու դրանք ճիշտ վերաբաշխի, ճիշտ տնօրինի Հայաստանի Հանրապետության շահերը առաջնորդի, ոչ թե նայ ով է գալու փրկելու, ով է գալի փող տալու։ Սամվել Կարապետյանն ով է, որ Սամվել Կարապետյանը ֆինանսավորի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վատ բան կա։ Որովհետեւ պետությունը տես չի, սա կորպորացիա չի, սա բան, չգիտեմ, մանկատուն չի, որ կան մեզ ողորմություն տան։ Նույնիսկ հիմա այդպիսի բան կա, չէ՞, որ մանկատները, չգիտեմ, դպրոցները պետությունը բաներ անում, որ բարեգործները կառուցեն։ Հիմա անգամ մենք այդ տեղերում չենք թողնում, որպեսզի նման մտածողություն լինի։ Իդեպ Կարապետյանի պաշտպանության նախարարի թեկնածուի թեզերը համընկնում են նաև ՔՊ-ի թեզերի հետ։ Պաշտպանության նախարարի թեկնածուն ո՞րն է, որը քաղաքացիություն ունի Հայաստանի, որ հրաժարվել է 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Հիմա ուզում է դառնա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Դա իրաց այդ ցուցակում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա, կամ որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա, արդեն կասկածում եմ ես, կարելի է այդպես ուսումնասիրություն անել, հետաքրքիր լրագրողական ուսումնասիրություն կնի եւ կնամ անեմ։ Հետաքրքիր կնի, քանի տոկոսն են ընդհանրապես, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ու ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Տպավորություն որ սա բան է, կաստրալիոր են։ Ամեն տեղից մի տեղից դա չգիտեմ որտեղից է եկել կամ ինչ քաղաքացիություն ունի, բայց հրաժարվել է 15 թվականին Հայաստանի քաղաքացիությունից։ Ինչ էր ասել։ Այնուամենայնիվ նա նշում է, որ օրինակ օկուպացված տարածքները խաղաղ ճանապարհով ետ են վերադարձնելու, խաղաղության դարաշրջան են բացելու, նաև նշում են, որ բազմավեկտոր խաղաղություն են վարելու պաշտպանական միջոցների առումով, զինվորների վրա բեռը նվազեցնելու են, իմ մոտ տպավորություններ թե սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Այս թվում է ԿՊ-ի բանը թեզերը արտագրելա կարդում է։ Հա, եթե տենց իդեա ունի, թող գնա քվեարկի հունիսի 7-ին ԿՊ-ի օգտին։ Շատ առողջ բան է, տրամաբանություն է, բայց ինքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Նախ որովհետև քաղաքացիություն չունի կամ ոչ միայն Հայաստանի քաղաքացի է։ Ինքը նաև նշում է, որ դուք ժողովրդին համոզում եք, թե ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Հիմարություն այդպեսի բան ոչ մեկ չի ասել։ Մենք ուժեղ բանակ չենք ուզում, բայց ամրաշինական կառույցներ են կառուցում կամ ԱԹՍ-ներ են կառում Միացյալ Նահանգներից կամ այլ տեղերից, կամ Հնդկաստանից զենք են գնում։ Երբ ենք դες բան ասել։ Հակառակը մենք ասում ենք, որ միայն մեր ուժերով բալանսը վերականգնելու, մեր ուժերով անվտանգությունը ապահովելու, բայց ոչ միայն բանակի հաշվին դա անելու, նաև տնտեսական հարաբերությունները ճիշտ կառուցելու, քաղաքական հարաբերությունները ճիշտ կառուցելու մեթոդով եւ եղանակով կարելի է բերել խաղաղություն։ Եւ դրանց թվում է նաև ուժեղ բանակ ունենալը, բայց ուժեղ բանակը նրա համար է, որպեսզի պաշտպանի Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքը ոչ ավելին եւ դուրս նայելու, ինչպես Ռոբերտ Քոչյանն ասում է, չէ՞ պետք է դուրս նայես այդ 29700 ու թիվներ չգիտեր։ Այսօր 29000 քանի ավոր է, այնից դուրս պետք է նայես։ Ոչ, մեկի ասում ենք, որ մենք այդ սահմաններին պետք է նայենք, այդ սահմաններից ներս պետք է նայենք ու մեր բանակը պետք է այնքան լինի, որ կարողանա այդ տարածքները պաշտպանել եւ ասում ենք, որ միայն իր վրա պետք է լինի այդ պաշտպանությունը։ Վերջին կետը պետք է լինի, վերջին գործիքը պետք է լինի Հայաստանի խաղաղությունն ու
տարածքային ամբողջականությունը պահելու համար։ Նարեկ Կարապետյանն ասում է, որ Երևանը հիշեցնում է 2000-ականները, այսինքն նկատի ունենալով փոսերը եւ այլն։ 2000-ականները ինչ, այսինքն վատ վիճակում է, բայց քաղաքապետի մասին խոսել է, որ հիմա տեսեք, որ տնենք ասֆալտապատում անեն այս եղանակին։ Ինչ ա լինելու։ Ասելու են, չէ՞ որ այս եղանակին խիղճ ասֆալտապատում իրականացնում, ջրափոսերի մեջ ասֆալտ ձմեռով, ով է տեսել ձմեռ օրով ասֆալտապատում իրականացվի։ Հիմա եղանակները կչորանան, կանեն ասֆալտներ կանեն ամեն կանեն։ Ու հետաքրքիրն է, որ այն ժամանակ օրինակ երբ որ այն մահվան գազելներն էին կամ վերելակները չեմ հիշում, վերելակներն էին։ Նարեկ Կարապետյանը անհուսության գազելներ եւ մահվան վերելակներ։ Նա երբևէ չէր գա դժգոհի հիշեցնի։ Դե որովհետեւ իր հայրիկը բան էր հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր կամ խմբակցության ղեկավարն էր ազգային ժողովում պատգամավոր էր, հո չէր գալու։ Հիմա ասում են մենք նախկին չենք, մենք նախկինի հետ կապ չունենք։ Հիմա քննադատում են արտաքին քաղաքականությունը Հայաստանի։ Տեսնում ասում էին, չէ՞ որ բանը Միացյալ Նահանգների հետ գնացող ադմինիստրացիայի հետ պայմանագիր են ստորագրում, այդքան չեն ֆայմում, որ գնացող ադմինիստրացիայի հետ ով է բան ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրում։ Եկավ Թրամփը, պարզվեց, որ այդ խարտիան ոչ միայն ստորագրվեց ու ոչ միայն չի տրվում դարակում փոշի հավաքի վրա, որոնց որ քննադատում էին, այլ իմպլեմենտացվում է կետնի վրա, իրականացվում է, ընդ որում շատ ավելի արագ ու նորմալ հուներով, քան մենք սպասում էինք օրինակ։ Պարոն Հակոբյան, վերջին հարցը ընտրություններից ինչ ակնկալիք ունեք, արդյոք քաղաքացիական պայմանագիրը 50+1 ցայն կունենա։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները գնահատելու են մեր կատարած աշխատանքը, մեր թերություններով հանդերձ, մենք խոսելու ենք այդ թերությունների մասին, հարկ եղած դեպքում նորից ենք ներողություն խնդրելու նրա համար, ինչը չենք կարողացել անել, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, բայց ես նոր բազմաթիվ ծրագրեր թվարկեցի, թե մենք ինչ ենք արել պաշտպանական ոլորտում, թե մենք ինչ ենք արել, չգիտեմ, օրինակ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, ԲԿ-ների կառուցման, դրանց համալրման, որովհետեւ ինչ որ ասում եմ, սրանք ոչ միայն շենքեր են կառուցել, նաեւ գույքով ենք համալրել, աշխատավարձեր ենք բարձրացրել, շինարարություն ենք արել, չգիտեմ, ներդրումներ ենք բերում Հայաստան, հենց նույն թրիպի հետ կապված հարաբերություններ ենք կարգավորել մեր հարևան եւ մոտ հարևան եւ հեռու հարևանների հետ։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները գնահատելու շատ բան ունեն, մենք շատ բաներ ունենք արած, ժողովրդավարական ցուցանիշների վերջ ամենակարևոր բանն է։ Ժողովրդավարությունը Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպությունների տված ցուցանիշներով ժողովրդավարական մակարդակը մի քանի տասնյակ կետով բարձրացել է եւ Հայաստանի համապատասխան քաղաքացիները գիտեն, որ գնալու են ընտրատեղամաս քվեարկելու են ու իրենց քվեարկությամբ իշխանություն է ձևավորելու։ Նախկինում երբեք այդպեսի բան չի եղել բացի 91 թվականի ընտրություններից։ Դրանից հետո երբեք Հայաստանի քաղաքացիները վստահ չեն եղել, որ իրենք են ձևավորում իշխանություն, թե տիմում, թե համապետական մակարդակում։ Եվ գիտեն, որ ազատ խոսքի իրավունք ունեն, գիտեն, որ կարող են արտահայտվել ու լսել բազմակողմանի ինֆորմացիա, կարող է մեկը ճիշտը կասի մինչև վերջ, մեկը չի ասի, բայց բոլոր տարբերակներից բոլոր հնարավոր ռեսուրսները ունի ինֆորմացիա ստանալու եւ այլն եւ այլն։ Այս կոնտեքստում մի բան հիշեցի, վերջերս Լևոն Քոչարյանը արդեն նախընտրական իր արշավում նշում էր, որ այո, ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել, բայց իրենց թիմակիցները անդադ կրկնում են, որ Հայաստանում բռնապետություն է։ Տեսեք, ենթագիտակցությունն է պարոն Քոչարյանի արտնացել խոսել։ Իրենք նարատիվը ասում են, որ հնարավոր չէ, բռնապետությունը 37 թիվն է, այսօր են գլովել, Փաշինյանը բանա 37 թիվն է բերել հետ եւ այլն, բայց ենթագիտակցությունը ինքը ասում է, բան, Գյումրի սցենար, չգիտեմ, միավորում, Քոչարյանը խոսում էր լայն կոնսոլիդացիաների մասին, այդպիսի հնարավորության մասին, այդպես վստահ բաներ են exit poll-եր են հրապարակում, որովհետեւ գիտեն, որ հնարավոր է, բայց արդյոք քաղաքացիները համաձայն են իրենց վերադարձին։ Իհարկե ոչ։ Կամ արդյոք քաղաքացիները գնահատելու են քաղաքացիական պայմանագրի կատարած աշխատանքները իր թերություններով հանդերձ, իհարկե գնահատելու են։ Ինչպես դարեցին 21 թվականին։ 21 թվականին մենք իդեալական չէինք, ավելի վատ վիճակում էինք, բայց մարդիկ հասկացան, թե ինչ ջրբաժանի առաջ է Հայաստանը։ Հիմա էլ մի այլ ջրբաժանի առաջ է Հայաստանը։ Այդ ժողովրդավարությունը, խաղաղությունը հավերժացնել, թե հետ կլորել Հայաստանը դեպի մինչև 2018 թվականը տեղի եղած վիճակը։ Ես կարծում եմ, այստեղ
շատ մտածելու բան չկա։ Այս ջրբաժանով էլ ավարտենք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։